ներկայացրած պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցման ընդունելու մասին հարցը հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Բաթոյան համեցեք։ Շնորհակալ եմ, պարոն փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկում եմ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, ովքեր հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքների իրացման, ներառյալ երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, երեխայի հետ շփվելու, երեխայի խնամքին, դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու վերաբերյալ հայցերով, հայրությունը որոշելու վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքները սահմանափակելու կամ ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ հայցերով։ Գործող կարգավորումներով պետական տուրքի վճարումից ազատված են այն հայցվորները, որոնք ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով դիմում են դատարան, սակայն փորձը ցույց է տալիս, որ ընտանեկան բռնություն գործադրած անձանց կողմից վարչական դատավարության կարգով բողոքարկվում են ոստիկանության կողմից կիրառված պաշտպանության միջոց նախազգուշացումն ու անհետաձգելի միջամտության մասին որոշումները, հետևաբար բռնության ենթարկված անձինք իրենց հերթին ստիպված են լինում նախ վերաքննության, ապա նաև վճռաբեկության կարգով բողոքարկել վարչական դատարանների դատական ակտերը առանց պետական տուրքի մասով արտոնյալ պայմանների։ Եվ մենք ունենում ենք մի իրավիճակ, երբ ֆիզիկական կամ հոգեբանական ծանր իրավիճակում հայտնված անձինք ունենում են նաև սոցիալական խնդիրներ, այս մասով կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնք նաև իրականացնում են պետության կողմից պատվիրակված ծրագրեր, ծառայություններ։ Հարգելի գործընկերներ, խանգարում եք Տիկին Բաթոյանին, խնդրում եմ լռություն պահպանել։ Շարունակեք Տիկին Բաթոյան։ Կազմակերպությունները փաստում են, որ ֆինանսական խնդիրները թույլ չեն տալիս շահառուներին օգտվելու դատական պաշտպանությունից եւ այս նախագիծը նպատակ ունի նպաստելու դատական մատչելիությանը։ Այսքանը, սիրելի գործընկերներ, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ դրանց, շնորհակալ եմ։ Հարցերի համար հերթագրում։ Հարցեր չկան, հարակից զեկուցման համար ամբիոնի մոտ եմ հրավիրում պետական իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Անուշ Քլոյանին, համեցեք։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, քննարկում ենք պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան եւ կենցաղային բռնություն ենթարկված անձանց պաշտպանության մասի օրենքի համաձայն ընտանեկան եւ կենցաղային բռնության ենթարկված անձինք, ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան կենցաղային բռնություն ենթարկված անձանց պաշտպանության մասի օրենքի նախատեսված նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքներով։ Այսինքն, երբ որ անձը բռնություն է ենթարկել քաղաքացուն, այս պարագայում տվյալ անձը համաձայն չի դատարանի, այսինքն բռնություն իրականացրած անձը համաձայն չի անհետաձգելի միջամտության եւ նախազգուշացման որոշման դեմ, այդ պարագայում մեր քաղաքացին, ովքեր բռնության է ենթարկվել, ինքը կբողոքարկի վերաքննիչ եւ վճռաբեկ դատարան։ Այս նախագիծը մանրամասն քննարկվել է գլխադաստային հանձնաժողովում, ստացել է դրական եզրակացություն։ Հորդորում եմ իմ գործընկերներին կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալություն, հարցերի համար հերթագրում։ Հերթագրված պատգամավորներ
Չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը, ամբիոնի մոտ եմ հրավիրում Արդարադատության նախարարի տեղակալ Արմինե Կարապետյանին հարակի ձեկուցման համար։ Ազգային ժողովի հարգելի փոխոսնակ, հարգելի պատգամավորներ, պետական турքի մասին օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 14-րդ կետի համաձայն դատարաններում պետական турքի վճարումից ազատվում են հայցվորները, ընտանեկան եւ կենցաղային բռնության կանխարգելման եւ ընտանեկան ու կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին օրենքով նախատեսված պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով։ Սակայն ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընտանեկան եւ կենցաղային բռնություն գործադրած անձանց կողմից հաճախ վարչական դատավարության կարգով բողոքարկում են ոստիկանության կողմից կայացված որոշումները։ Հետևաբար դատարանների կողմից նշված պաշտպանական միջոցները վերացնելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու դեպքում բռնության ենթարկված անձինք նախ վերաքննության, ապա անհրաժեշտ դեպքում նաև վճռաբեկության կարգով բողոքարկում են վարչական դատարանների դատական ակտերը, վճարելով համապատասխան պետական турքեր։ 2025 թվականին նշեմ, որ ոստիկանության կողմից կիրառված անհետաձգելի միջամտության եւ նախազգուշացման որոշումները եղել են թվով 2528-ը, իսկ դատական կարգով բողոքարկվել է շուրջ 42-ը։ Հարկ է նշել, որ գործող օրենսդրությամբ արդենից նախատեսված է պետական турքի վճարումից ազատում ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար պաշտպանական որոշման վերաբերյալ հայցերով։ Սույնի հաշվառմամբ նախագծով սահմանված դեպքերում պետական турքի գծով արտոնություններ սահմանելը կնպաստի բռնության ենթարկված անձանց պետությունից արդյունավետ եւ լիարժեք դատական պաշտպանություն ստանալու իրավունքի առավել ամբողջական իրացմանը, նվազեցնելով ֆինանսական խոչընդոտները եւ ամրապնդելով պետության դրական պարտավորությունների իրականացումը բռնության կանխարգելման եւ զոհերի պաշտպանության ոլորտում։ Բացի սա, հարկ է նշել, որ բռնության ենթարկված անձանց համար պետական турքի վճարման տեսքով ֆինանսական զգալի բեռ է առաջացնում նաև քաղաքացիական դատավարության կարգով ամուսնաընտանեկան առանձին վեճերով հայցերի ներկայացումը, օրինակ ամուսնալուծություն, երեխայի բնակության վայրը որոշելու, երեխայի տեսակցության կարգ սահմանելու եւ այլն։ Նշենք, որ յուրաքանչյուր հայցով մենք առանձին հայցատեսակի վճարումներ ունենք եւ սա եթե միասին վերցնենք, ապա բավական մեծ զգալի ֆինանսական բեռ է առաջացնում ընտանեկան բռնության ենթարկված անձի համար։ Հիմք ընդունելով նախագծի կարևորությունը եւ դրական ազդեցությունը բռնության ենթարկված անձանց կողմից իրենց իրավունքների արդյունավետ պաշտպանության տեսանկյունից կառավարությունը դրական դիրքորոշում ունի նախագծի վերաբերյալ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցերի համար գրանցում։ Գրանցված պատգամավորներ չկան, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Մտքերի փոխանակություն։ Գրանցված պատգամավորներ չկան, եզրափակիչ ելույթի կարիք տեսնում եք Տիկին Կարապետյան, Տիկին Քլոյան և Տիկին Բաթոյան։ Հարգելի գործընկերներ, անցնում ենք հաջորդ հարցի քննարկմանը։ Քննարկում ենք ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացած զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։ Հիմնական զեկուցող ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյան։ Սիրելի հայրենակիցներ, հակիրճ ներկայացնեմ բանակից խուսափողների վիճակագրությունը սկսած 1995 թվականից, ապա ներկայացնեմ իմ առաջարկած օրենքի հիմնավորումները։ 1995 թվականին բանակից խուսափելու համար հետախոզվել է ընդամենը 1511 քաղաքացի։ Սպայապետ Վազգեն Սարգսյանի մահվանից 1999 թվականից հետո բանակից խուսափողների թիվը շեշտակի աճեց։ 2004 թվականին անցնելով 12000-ը։ 2004 թվականին առաջին անգամ ընդունվեց սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքը։ Այդ օրենքով սահմանվում էր, որ բանակից խուսափած 27 տարի լրացած անձինք կարող էին վճարել ամեն բացակայած զորակոչի համար 100,000 դրամ եւ ազատվել պատասխանատվությունից, ոչ մի օր չծառայելով բանակում։ Այս օրենքը ընդունվել էր 1 տարի ժամկետով, սակայն սկսած 2005 թվականից ամեն տարի այն երկարաձգվել է մինչև 2019 թվականը։ 15 տարիների ընթացքում օրենքից օգտվել է 10656 քաղաքացի։
Ես այդ մոտեցումը անընդունելի էի համարում եւ 2019 թվականին առաջարկում էի բանակից խուսափածներին ազատել պատասխանատվությունից միայն այն դեպքում, երբ նրանք ծառայեն մեկ ամիս ժամկետով եւ միաժամանակ պետական բյուջե վճարեն 10 միլիոն դրամ։ Իմ նախագիծը չընդունվեց եւ որակվեց փողի դիմաց ծառայությունից ազատելու խայտարակ օրենք։ Մոռացվեց, որ դրանից առաջ 15 տարի 100 անգամ ավելի ցածր գումարով էին բանակից խուսափածները ազատվում պատասխանատվությունից, ընդ որում ոչ մի օր չծառայելով։ Նույն ազգային ժողովը իմ առաջարկած օրենքը մերժելով 2 տարի անց 2021 թվականին յուրօրինակ համաներման մասին օրենք ընդունեց։ Բանակից խուսափած անձանց ազատելով պատասխանատվությունից առանց որևէ օր ծառայելու եւ առանց որևէ լումա պետական բյուջե վճարելու։ 2021 թվականին բանակից խուսափելու համար հետախուզվում էին 11106 անձ, որից 1360-ը օգտվեցին համաներումից, ազատվեցին քրեական պատասխանատվությունից ոչ մի բանի դիմաց, վճարելով 0 դրամ, ծառայելով 0 օր։ Համաներման մասին օրենքի ընդունումից հետո շարունակեցինք ունենալ հետախուզվողներ, ում 27 տարին լրացել էր համաներումից հետո։ Փաստացի նրանք չէին կարող ոչ համաներումից օգտվել, ոչ էլ գար ծառայել, քանի որ մեր երկրում զինվորական ծառայության տարիքը 18-ից 27 տարեկանն էր։ 27 տարին լրացած քաղաքացիները չունեին որևէ տարբերակ, քան 2-ից 5 տարի ժամկետով դատապարտվելը։ Մեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող ծառայել, որպեսզի չդատապարտվեն։ Ստեղծված իրավիճակից որպես երկ ես առաջարկեցի բանակից խուսափածներին տանք դատապարտվելուն այլընտրանք, քանի որ պետությունը նրանց դատելով ոչ միայն ոչինչ չէր շահում, այլև ֆինանսապես տուժում է։ Առաջարկեցի սահմանել, որ նրանք, ովքեր կգան ու կծառայեն 2 տարի ժամկետով չդատապարտվեն, կշահի եւ պետությունը, եւ բանակից խուսափած քաղաքացին, քանի որ պետությունը կունենա 2 տարի ժամկետով ծառայող լրացուցիչ զինծառայող, իսկ բանակից խուսափած քաղաքացին կնախընտրի 2 տարի ժամկետով ծառայել, քան 3 տարի ազատազրկվել։ Առաջին դեմ կարծիքը պաշտպանության նախարարությունը արտահայտեց։ Ինչպես կարող է 27 տարին լրացած տղան ծառայել բանակում։ Իմ պատասխանը շատ պարզ էր։ Այնպես ինչպես այլ երկրներում, մասնավորապես Ադրբեջանում պարտադիր զինվորական ծառայության են մեկնում 18-ից 40 տարեկան տղաները, Թուրքիայում 20-ից 41 տարեկան, Իրանում 18-ից 50, Սիրիայում 18-ից 42, Հունաստանում 19-ից 45 տարեկան տղաները։ Բացի դրանից մեր օրենսդրությամբ սահմանված է, որ շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայության կարող են անցնել մինչև 40 տարեկան անձինք։ Եթե 40 տարեկանը կարող է լինել շարքային պայմանագրային, նշանակում է կարող է լինել նաև շարքային ժամկետային։ Ինձանից 3 տարի պահանջվեց, որպեսզի կարողանամ հիմնավորել այս պարզ միտքը, ավելի լավ է տանք ծառայելու կամ գումար վճարելու հնարավորություն, քան ազատազրկենք բոլոր խուսափածներին։ Ցավոք սրտի օրենքի ընդունման վերջին պահին Պաշտպանության նախարարությունից ասացին, որ եթե չընդունեմ իրենց առաջարկը, որ օրենքը տարածվի միայն օրենքի ընդունման պահին 27 տարին լրացածների վրա, ապա իրենք դեմ կլինեն նախագծին եւ այն չի ընդունվի։ Ես փորձում եմ բացատրել, որ այդպես չի կարելի։ Էլի նույն բանն է լինելու, ինչպես 2004 թվականից սկսած։ Խուսափածները չեն գալու ծառայելու սահմանված տարիքում, ոչ էլ գալու են դատապարտվելու։ Մնալու են փախած միջև վաղեմության ժամկետն անցնի։ Արդյունքում եւ իրենք են տուժելու, փախած ապրելով այլ երկրում առանց անձնագրի եւ պետությունն է հսկայական ռեսուրս կորցնելու։ Պաշտպանության նախարարը չընդունեց այս ակնհայտ դրական վերջացնում եմ կներեք կես րոպե։ Պաշտպանության նախարարը չընդունեց այս ակնհայտ դրական արդյունքի բերող առաջարկությունը, այն ժամանակ ես համաձայնեցի իրենց առաջարկին, որպեսզի օրենքը թեկուզ այդպես ընդունվի, այդ պահին 27 տարին լրացած տղաները կարողանան օգտվել օրենքից եւ վերադառնան Հայաստան։ Ես համաձայնեցի պայմանով, եթե առաջիկա 2 տարիներին չկարողանանք բանակից խուսափածներին բերել ծառայության եւ 2 տարի հետո ունենանք 1000-ից ավել 27 տարին լրացած խուսափածներ, ես նորից օրենքում փոփոխություն կատարելու նախագծով հանդես կգամ։ 2024 թվականի հունվարից անցել է ուղիղ 2 տարի։ Այժմ ունենք 1200-ից ավել տղաներ, ովքեր չունեն որևէ այլընտրանք, քան Հայաստան վերադառնալու դեպքում դատապարտվել է։ Այսօր ներկայացված փոփոխությամբ այս հարցը կլուծվի մեկընդմիշտ։ Բոլորը, ում 27 տարին լրացել է կամ կլրանա, կկարողանան օգտվել իմ առաջարկած 5 տարբերակներից որևէ մեկից եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի որ ծառայության սահմանային տարիքը այլևս 37 տարին է նրանց համար։
Շնորհակալ եմ, եթե կլինեն հարցեր, սիրով կպատասխանեմ։ Հարցերի համար գրանցում։ Խաչատուր Սուքիասյան։ Պարոն Սարգսյան, ես մի քիչ ավելի ընդարձակ կուզենամ հարցս ուղղել։ Օրինակ, ինչու դուք չեք նախատեսել, որպեսզի այդ մեծ գումարները ոչ բոլորը կարող են վճարել, եթե դուք այդ խնդիրը դնում եք, որ այդ մարդիկ հետ վերադառնան, օրինակ ավելի լավ առաջարկ կարող եմ անել, եթե այդ մարդիկ կգան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի կընդունվեն, եկամտահար կվճարեն, կգեներացնեն ինչ-որ մի բան, իմ երկրում հավելյալ արժեք կստեղծեն։ Սա առաջինն է, նրանք ովքեր որ խուսափել են բանակից, երկրորդը, գիտեք, որ 90-ականներին շատերը գնացել են կեղծ ձևակերպումներով, կեղծ փաստաթղթերով, տարբեր դիմումներ են գրել, որոնք որ չեն համապատասխանում իրականությանը իրենց անձի։ Դա նույնպես մեզ համար խնդիր է, որպեսզի այդ մարդիկ էլ գան Հայաստան, ինչ-որ մի բան գեներացնեն Հայաստանում, բնակվեն, որ Հայաստանում մեր քաղաքացիները շատանան։ Նկատում դուք ընկել եք գումարի հետևից, ոչ թե խնդրի լուծման, ինձ տենց տպավորություն է ինձ մոտ ստեղծում, խնդրում եմ այդ բացատրությունը տաք, դուք ո՞նց եք դա պատկերացնում, հետո շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, նախ գումարի հետևից չենք ընկել նախագծով, հետևյալն է ասվում, նրանք ովքեր չեն ծառայել, իրենց հասակակից տղաները ծառայել են, իրենք պետք է այդ բացը լրացնեն, առաջին ծառայությամբ, եթե ինչ-ինչ պատճառներով մինչև 27 տարին չեն կարողացել ծառայել, ուսման մեջ են եղել կամ առողջական խնդիրներից կամ ընտանեկան պայմաններից ելնելով, թող գան եւ ծառայեն եւ իրենց բացը լրացնեն եւ հավասարվեն իրենց ընկերներին։ Եթե չեն կարող 2 տարի ժամկետով ծառայել, որովհետեւ արդեն ունեն ընտանիք կամ մեկ երեխա կամ այլ անհամատեղելի հանգամանք, կարող են վճարել գումար եւ ծառայել կարճ ժամկետով։ Եթե ընդհանրապես չեն ցանկանում ծառայել, պետք է վճարեն մեծ գումար, 15 միլիոն դրամ, որը 4 տարվա պայմանագրային զինծառայողի աշխատավարձի չափով գումար է։ Այսինքն ինքը 2 անգամ ավելի մեծ գումար է վճարում, քան իր ծառայությամբ պետք է բերեր։ Եթե չունի 15 միլիոն դրամ, առաջարկում ենք այլ տարբերակ, կարող է վճարել ընդամենը 8 միլիոն, մոտ 2 անգամ պակաս, 1 ամիս, բայց պետք է գա ծառայության։ Եթե այդ գումարն էլ չունի, կարող է վճարել 5 միլիոն եւ ծառայել կես տարի ժամկետով։ Այսինքն մենք տարբեր առաջարկներ ենք առաջարկում եւ 15 միլիոն չունեցողը կարող է մյուս կետերից օգտվել։ Ունեք արձագանք, համեցեք։ Նայեք, պարոն Սարգսյան, մենք 90-ականներից շատ բարդ պայմաններ ենք ունեցել, տարբեր պատճառներ են եղել, տարբեր ընտանիքներ են եղել, տարբեր գիտակցություն ա եղել մարդկանց մոտ։ Հիմա եթե մենք ուզում ենք ինչ-որ ձևով այդ խնդիրը կարգավորենք, ելի պետքա գումարի հետևից չընկնենք։ Մեր խնդիրը պետքա լինի, ոնց անենք նախ առաջինը, ամենավատ բանն է, երբ որ ցանկացած քաղաքացի խուսափում է բանակ ծառայելուց։ Բայց միևնույն ժամանակ մենք գիտենք ինչ ծանր ժամանակներ են եղել, ծնողներն են միգուցե տարի ավելի ցածր տարիքում են եղել։ Եկեք այդ խնդիրը ոչ թե դնենք զուտ գումարային, այլ դնենք թե ոնց անենք, որ մեր քաղաքացիները հետ գան ու ինչ-որ մի բանով պիտանի լինեն մեր երկրին, այսքանն է իմ ասածը, շնորհակալություն։ Տեսեք, ծառայության գրավչության բարձրացման մի շարք առաջարկներ եմ ես արել, այժմ էլ քննարկում ենք, կապված բազմաթիվ խնդիրների հետ, կլինի սնունդ, կլինի համազգեստ, կլինի ժամկետային զինվորական ծառայության ժամկետի կրճատում, ծառայության պայմանների բարելավում եւ այլն։ Այսինքն համալիր գործողություններ մենք պետք է կատարենք, մի մասը կատարել ենք, մի մասը առաջիկայում պիտի կատարենք, որպեսզի ծառայությունը լինի ավելի գրավիչ։ Տեսեք 25% ժամկետի կրճատումը գրավչությունը բարձրացրել է։ Վստահ եմ մյուս տարի մենք ունենալու ենք ժամկետային զինծառայողների թվի աճ տոկոսային։ Այսինքն ավելի գրավիչ է դառնում։ Լավ համազգեստը, լավ սնունդը, կեցության լավ պայմանները, լոգանքի հնարավորությունը, սրանք բոլոր այն պայմաններն են, որոնք մենք պետք է ստեղծենք, որպեսզի մարդիկ չխուսափեն ծառայությունից։ Բայց պետք է նայենք, որ ունենք նաև հարուստների զավակներ կամ ոչ հարուստների զավակներ քիչ տոկոսով, ովքեր արդեն խուսափել են, արդեն նրանք 27 տարեկան են, մեծ ցանկության դեպքում չեն կարող գան այսօր ծառայեն։ Եթե ասի ուզում եմ կամ ծառայեմ 2 տարի ժամկետով տարեք ծառայության, օրենսդրությունը թույլ չի տալիս, ասում է ոչ, դու պիտի դատապարտվես 2-ից 5 տարի ժամկետով։ Մենք ասում ենք, չենք ուզում, քեզ տալիս ենք այլընտրանք դատապարտվելու։ Շնորհակալ եմ։ Ալխաս Ղազարյան, համեցեք։
Շնորհակալ եմ պարոն Սարգսյան ձեր կատարած աշխատանքի համար, նաև հետաքրքիր մի խումբ քաղաքացիներ էլ կան, որոնք որ դիմել են, օրինակ, որ ովքեր ծնվել են արտերկրում, սակայն ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, բայց ծառայել են այդ երկրում, ունեն զինվորական գրքույկ։ Այս պահին այդ մարդիկ էլ ունեն Հայաստան վերադառնալու խնդիր, այսինքն պարզվում է, որ մի երկրում արդեն ստացել են զինվորական գրքույկ, ծառայել են, բայց հիմա գալով Հայաստան նորից իրենք կամ պետքա ծառայեն կամ ինչ-որ գումար մուծեն, այսինքն լինում է, որ երկու տեղ կամ պետքա ծառայեն կամ փորձեն այդ հարցը լուծել։ Եվ այստեղ կարծես այլ մոտեցում եւս պետք է ցուցաբերել, այս ուղղությամբ որևէ աշխատանք կատարվել է։ Շնորհակալ եմ կարևոր հարցի համար։ Մեր օրենսդրությունը հստակ արձանագրում է հետևյալը. եթե քաղաքացին եղել է սկզբից Հայաստանի քաղաքացի, հետո նոր այլ երկրի քաղաքացի է դառել, այնտեղ ծառայել է, միևնույն է Հայաստանում պետք է շարունակի ծառայել։ Եթե սկզբից եղել է այլ երկրի քաղաքացի, օրինակ ՌԴ քաղաքացի կամ Վրաստանի քաղաքացի, հետո այնտեղ ծառայել է, նոր դարձել է Հայաստանի քաղաքացի, Հայաստանում այլևս կարող է չծառայել, եթե այդ երկրում ծառայել է 12 ամիս եւ ավելի։ Վրաստանում եւ Ռուսաստանում գիտեք, որ 12 ամիս է ծառայությունը։ Այսինքն այս դեպքում նրանք ազատվում են ծառայելու պարտավորությունից, պարտականությունից, բայց եթե սկզբից եղել է Հայաստանի քաղաքացի, հետո մեկնել է, այնտեղ ծառայել է, պետք է շարունակի այդտեղ ծառայել։ Նաև օգտվելով հնարավորությունից ուզում եմ ասեմ, թե այս օրենքը, որ 2024 թվականին ընդունեցինք, ինչ օգուտներ է տվել։ Օրենքից օգտվել է մոտ 200 քաղաքացի, նրանք վճարել եւ ծառայել են, արդյունքում պետական բյուջեի մուտքագրվել մոտ 2 միլիարդ դրամ գումար, Հայաստանի Հանրապետության դրամ, որը մոտավորապես 5 միլիոն դոլար է ամերիկյան։ Համեցեք Տիկնազյան։ Խնդրում եմ լրություն պահպանել, հարգելի գործ։ Համեցեք։ Շնորհակալություն։ Պարոն Սարգսյան, ես հարց ունեի։ Խնդրեմ վերադառնաք։ Ուզում եմ մի շարունակություն պարոն Սուքերսյանի հարցին մի լրացուցիչ մեխանիզմ միգուցե առաջարկել, հասկանալի է, որ որոշ դեպքերում միանվագ գումար տալը խոսքը չի վերաբերվում իհարկե հարուստ մարդկանց, ինչպես դուք բնութագրեցիք երեխաներին, ովքեր ժամանակին հնարավորություն ունեցել խուսափել են, գնացել են արտերկիր, այլ ուղղակի մարդկանց օրինակ ծնողներն են իրանց փոխարեն որոշում կայացրել եւ փոքր տարիքում հանել են երկրից, հիմա չափահաս են աշխատում են, բայց միանվագ չեն կարողանում այդ գումարը վճարել եւ վերադառնալ Հայաստան եւ նաեւ այնպիսի տարիքային կամ աշխատանքային իրավիճակում են, որ չեն կարող ծառայել, ընդհանրենք չեն նախընտրում ծառայել։ Միգուցե ասենք օրինակ տարաժամկետ վճարման կամ ամիս վճարման նման մեխանիզմներ ներդրվեն, որ մարդ օրինակ գա որևէ տեղ աշխատի, բայց ինքը իմանա, որ իր աշխատավարձից ինչ-որ մի տոկոս վճարվում է հայկական բանակին ժամանակին չծառայելու համար։ Խոսքը սրա մասին է, արդյոք նման մեխանիզմ դիտարկվել է եւ արդյոք հնարավոր չի նման մեխանիզմ նույնպես դիտարկել։ Շնորհակալ եմ հարցի համար։ Սկզբնական շրջանում, երբ օրենքի նախագիծը շրջանառել ենք, շատ էր նման հարցեր քննարկվում, մասնավորապես ռազմաարդյունաբերությանից ասում էին, որ նրանք ովքեր որ կգան ռազմաարդյունաբերությունում կաշխատեն, եկեք իրանց ազատենք, գումար չվճարեն, առողջապահությունից ասում էին նրանք ովքեր որ կգան բժիշկ կաշխատեն, բարձր որակավորում ունեցող նրանց ազատենք, նաև կրթության նախարարությունից էր նման առաջարկ գալիս եւ այլն, բայց որպեսզի բարտերի չվերածենք, այսինքն ծառայություն, գումար, ապրանքանյութաշրջանառություն այսպես բարդ չանենք, դրա համար որոշում կայացրեց, որպեսզի վերածենք դրամի։ Եթե ինքը լավ մասնագետ է, կլինի ռազմաարդյունաբերության մեջ կամ այլ ոլորտում, աշխատի եւ դրամը լինի միասնական միավորը, որով չափենք, իսկ թե ինչպես ինչ միջոցներով կարող ենք օգնել այդ քաղաքացիներին, որպեսզի այս գումարը վճարեն, դա կարծում եմ կարող ենք արդեն անել այլ նախագծով կամ կառավարության որոշումներով, որպեսզի տանք տարաժամկետ վճարման հնարավորություն կամ պետությունը վճարի, իրենք պետությանը այդ գումարը փակեն, այսինքն ոչ թե այս օրենքով կարգավորվի, այլ օրենսդրական ակտերով կարգավորվի, այսինքն գումարները շարունակի մնալ նույնը, պետությունը ընդունենք 8 միլիոն վճարի, ինքը գա մի ամիս ծառայի, հետո պետության տված գումարը աստիճանաբար փակի։ Բայց նաև ուզում եմ ասեմ, որ գումարները շատ իջեցնելն էլ արդարացի չի լինի մեր ծառայող տղաների նկատմամբ, որովհետև մարդիկ ամեն դեպքում իրենց ընտանիքից կտրվել են 2 տարի ժամկետով ծառայել են։ Եվ եթե այսօր շատ մեղմ լինեն պայմանները չծառայածների համար, սա կարա ոչ հավասար պայմաններ ստեղծի եւ անարդար լինի նրանց նկատմամբ, ովքեր իրենց ժամկետում եկել եւ ծառայել են։
Շնորհակալ եմ, պարոն Սարգսյան։ Հարցը վերաբերվում է հենց միանվագ վճարմանը եւ խոսքը չի վերաբերվում որևէ կերպ ինչ որ բաներ զիջելուն, այսինքն ավելի հետընթաց ձևակերպումներ տալու ֆինանսական առումով։ Հարցին կարծում եմ պատասխանեցիք, շնորհակալություն, այսինքն ձեր մոտեցումները համընկնում են, որ կարելի է մեխանիզմներ ներդնել։ Խնդիրը իրավական դաշտում է, կարծում եմ պետք է այս մասին մտածենք եւ եթե հնարավորություն տանք նման համոզված եմ, որ այս թվերը կկրկնապատկվեն, կերապատկվեն, որտեղ մեզ են դիմում քաղաքացիներ եւ այդ միանվագ գումարի վերաբերյալ մտահոգություններ են արտահայտում։ Շնորհակալ եմ, լրացուցիչ ասեմ, որ նման խնդրով նախարարություններից մեկից դիմել էին, այդ նախարարությունում ունեինք տղա, ով եկել էր եւ աշխատում էր եւ հետախուզման մեջ էր նաեւ գտնվում եւ ստորագրությունով էր դուրսը ու ինքը չուներ այդ գումարը, որպեսզի միանվագ վճարի։ Ես նաև նախարարի հետ խոսելուց առաջարկել էի, որպեսզի դա նախարարությունը կամ այլ միջոցով վճարենք եւ ընթացքում այդ քաղաքացին այդ գումարը պետության պարտքը վերադարձնի, որպեսզի եւ օրենքը չխախտվի եւ նա կարողանա ինչ որ ժամանակում այդ գումարը փակել։ Վստահ եմ նման գործիքներ կարող ենք առաջարկել եւ կյանքի կոչել, որպեսզի հնարավորինս շատերը օգտվեն այս օրենքից եւ չշարունակեն փախած մնալ արտասահմանում, որովհետև նրանց արտասահմանում մնալը Հայաստանի որևէ օգուտ չի տալիս, ասեմ ավելին, երբ լրանում է նրանց 37 տարին, քրեական գործերը ուղղակի կարճվում են վաղեմության ժամկետը անցած լինելու հիմքով։ Նշեմ, որ 2010-ից 2024 թվականներին 14 տարիների ընթացքում 2500 քրեական գործ կարճվել է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերն ավարտվեցին։ Հարակից զեկուցող պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյան։ Խնդրեմ, պարոն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, նախագիծը քննարկվել է գլխադասային հանձնաժողովում, դրական եզրակացություն է ստացել, միաժամանակ դրական եզրակացություն ունի նախագծի վերաբերյալ Հայաստան Հանրապետության կառավարությունը, խնդրում եմ կողմ քվեարկել նախագծին։ Շնորհակալ։ Հարցեր պարոն Խաչատրյանին։ Համեցեք, պարոն Բագրատյան։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Օրենքի նախագծի տրամաբանությանը կողմ ենք, բայց ես պետք բան ասեմ, եթե ընդհանրապես մարդը չի ուզում ծառայի, սա հոգեբանորեն այլ խնդիր է, ինքը այսինքն այդ երկրի ընդհանրապես չի ուզում կապրել, այսինքն մի բանա որ գոնե 3 ամիս է ծառայում կամ 6 ամիս, մի բանա ընդհանրապես հրաժարվում է ծառայելուց, ճիշտ ինչի պիտի 10 միլիոն տալի, թող 50 միլիոն տա։ Որովհետեւ այդ մարդը կապ չունի այլևս, էլի քո երկրի ցանկություն չունի շփվելու քո բանակի հետ, հասկանալ, գոնե մի ամիս չի ուզում, էլի ասենք, նիստուկացը հասկանա, ինչ է, ինչ չի։ Այդ բացարձակ կապ չունի եւ այդ աստիճան հնարավորություն ունի, թող 50 միլիոն վճարի, որ ավելի էֆեկտիվ լինի։ Ինչ կարծիք եք, էլի առաջարկի վերաբերյալ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, հարցից զգացում եմ, որ դուք շատ բացասական վերաբերմունք ունեք բանակից ազատվելու այդ հանգամանքների հետ եւ դա բնական է, բայց դա հաշվարկ է արվել, այն նախագիծը նախնական որ բերվել էր, հաշվարկ էր արվել, որ 2 պայմանագրային զինծառայող 2 տարի որ ծառայի եւ առավելագույն միջին աշխատավարձ եթե տրվի, ինչքան գումար է լինելու, այսինքն իր չծառայելը հնարավորություն է տալիս 2 պայմանագրային 2 տարի ծառայության մեջ պահել, այս հաշվարկն է կատարել, ի սկզբանն է, թե հիմա բանը հետագայում ինչ փոփոխություններ կարող ենք մտցնել, պրակտիկան կարծում եմ ցույց կտա։ Շնորհակալություն։ Ունեք արձագանք, պարոն Բագրատյան։ Խաչատուր Սուքիասյան։ Ես հանում եմ, որտեղ ուրեմն ելույթ ունենամ։ Շնորհակալություն, հարցը հանում է։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Հարակից զեկուցող պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյան։ Համեցեք։